Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիք, հտաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է Cyber Hub-ի համահիմնադիր տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ մենք կխոսենք տեղեկատվական անվտանգությունից, հիբրիդային պատերազմներից եւ այս ամենին առնչվող հարցերից։ Բարի ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարի օր։ Շատ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մարտիրոսյան, սկսենք թերևս նախընտրական շրջանի եւ ընտրական հենց բուն ընտրությունների ժամանակ արդյոք նկատել եք այդ հիբրիդային բառն եմ արդեն վախենում օգտագործել, որովհետեւ կատակի, արդեն զզվել ենք այդ բառից, բայց արդյոք նկատել եք որոշակի ակտիվություն դրսից հայկական ներքին լսարանին փորձելու ներազդելու ուղղությամբ ու բոլոր դրսերի մասին է խոսքը, հաճախ ոնց որ դեպի Ռուսաստան եք պատկերացնում, բայց չէ, բնականաբար։ Դե ոնց որ անձեն աչքով էր երևում։ Իհարկե, այստեղ հենց հիբրիդայինի խնդիրը ինչու՞մն է, որ նաև ինքը կարող է ոնց որ օտար դրոշի տակ լինի, այսինքն դու մտածես, որ այսինչ երկրից է, բայց պարզվի այնինչ Քեզ թվա Պակիստանն է, այն է պարզվեր չի։ Այո։ Պլյուս իհարկե ներքաղաքականի մեջ էր շատ օգտագործվում ինչ-որ կեղծ լուրեր, fake հաշիվներ եւ այլն, որ միշտ չի որ դու կարող ես հստակ հասկանալ դա դրսից ինչ-որ արտաքին գործոնա, թե ուղղակի ներսից ինչ-որ մեկը բզբզում է։ Դրա համար իհարկե պետք է ստեղ մի քիչ զգուշավոր լինել, բայց մի քանի այնց կարևոր բան կարելի է այստեղ բան անել։ Մեկը մարդիկ սիրում են, չէ՞, այնց տերմիններ հնարել, դու ասել ես այս տերմինը ես եմ առաջինը մտցել բան։ Հիմա ես այնց հնարեցի բացասական հիբրիդային հարձակում։ Դա Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք մինչև այդ ինչ ասես անում էին, բայց վերջին մի տարին դարձան տենց շատ բարի դրական, որքանով դա թույլ էր տալիս իրենց իրավիճակը, փաստացի դա էլ է արտաքին ազդեցության ձև, այսինքն երբ որ սահմանին չեն կրակում, երբ որ օրինակ Ադրբեջանը այս տարվա սկզբից փակեց հայալեզու քարոզչական կայքերը, որոնք Հայաստանի վրա էին աշխատում, ադրբեջանական ֆեյքերը մեկ էլ սկսեցին ինչ-որ լավ բաներ գրել, անսպասելիորեն եւ այլն։ Դա էլ է ազդեցության։ Իսկ իրանց նպատակներից ելնելով քեզ փորձել ինչ որ ձև մանիպուլացնելը դա արդեն իսկ։ Այո, այսինքն միշտ պետք չի պատկերացնել, որ մանիպուլացնելը մենակ վատ ձև է, որովհետեւ մեր ձեր մենք Ռուսաստանի Դաշնության փորձն ենք հիմնականում տեսնում, իսկ Ռուսաստանը այն որ ասեն փափուկ ուժ բան իրանք հենց դա է ուզում ասել, լավ չեն պատկերացնում փափուկը որն է, հա, էլի հիբրիդայինը մի տեսակ այդ փափուկ ուժի տեղեկատվական տեխնոլոգիական տարբերակ։ Հա, բայց կանի որ Ռուսաստանն ընդհանրապես փափուկ ուժը լավ չի պատկերացնում, դա ինչ է։ Հա։ Մաքսիմում բան ինչ որ վետերանների հետ գնան ծաղիկ տնեն հավերժ կրակի մոտ։ Դրա համար մենք սովորենք, որ հիբրիդային անպայման ինչ-որ բռի կոտաղոց բաներ կառնեն, բայց ուզում եմ ասել, որ ինքը կարող է նաև այդ կողմից լինի։ Շատերը ասում են, եվրոպացիք եկան ստեղ սամիտ արեցին, դա էլ է հիբրիդային։ Ну, որոշ չափով հա, բայց մենք եկեք հասկանանք, որ հիբրիդային անվանում են սովորաբար բաներ, որոնք արվում են ծածուկ։ Եվ այնստեղ ոչ մի բացահայտ եկան արեցին մակրոն բացահայտ ասեց կան Թրամփը շատ ակնհայտ պաշտպանեց Փաշինյանին, սա հիբրիդային չի շատ բացահայտ գործողություն, հա, բայց օրինակ երբ որ Ռուսաստանը գտնում է միկրոբներ դեռ չհասած ցողունների մեջ, դա կարելի է հիբրիդային անվանել, որտեղ իրանք ուրիշ ձև են փաթեթավորում, հա, դա, այսինքն փորձվում են ինչ-որ մի բանը քողարկել ուրիշ բանի տակ։ Հենց որ այստեղ իհարկե մի քիչ սահմանումների հարց կա, բայց ամեն դեպքում այն ինչ որ բացահայտ երևացել է որպես
սինխրոնիզացված խմբերի աշխատանք Հայաստանի վրա ազդեցություն ունենալու հիմնականը դա Ռուսաստանի Դաշնությունն է աշխատել։ Առնվազն այն ինչ որ մենք տեսնում ենք ու շատ մեկ-մեկ շատ հմուտ ու հետաքրքիր բաներ էին օգտագործում, մեկ-մեկ ակնհայտ ինչ որ խմբեր բյուջե էին մսխում, որովհետև օրինակ տենց արտահոսքներ եղավ, որ մի խումբ նստած ինչ որ հայկական Վիկիպեդիա էր սարքում, որ հայերը ինչ որ բան որոնեն, ոչ թե Վիկիպեդիա անգնեն, այլ ամենաառաջինը գա այդ իրանց սարքած անիմաստ ինչ որ կայք, ու իրանք այդ կարդան ու ռուսական կարծիքը այդտեղ իրանց ուզած ձևով ներկայացված են։ Սա ակնհայտ ինչ որ մեկը ֆայմելա որ կարելի է բյուջեի Վերևներին տես բան համոզել։ Հա, բան համոզել, վերևներից էլ մեկը փայ ամտել, որտեվ լավ ծավալուն ակնհայտ տակը լավ փող են դուրս գրել, արդեն գրել էին արդեն 50,000 հոդված գրել եմ, ասում բերնով ես ասում 50,000 հոդված։ Չէ, AI-ով։ Նույնիսկ AI-ով։ Պետքա լավ աշխատես, պլյուս հետո պետք է այդ այնց անես, որ Google-ը դա ավելի բարձր ներկայացնի, չլնող բան է։ Բայց կային շատ նաև հետաքրքիր բաներ, որոնք մի երկու անգամ պատմել եմ այս թեման, բայց լավն է դուրս գալիս է, ոնց հունվարին հայտնվեց մի հատ հայկական հակերային թիմ, որի մասին ոչ ոք չէր լսել, նույնիսկ մեր, այսպես ասած, ներքին համայնքում, որը սկսեց ադրբեջանական եւ թուրքական թիրախներին հարվածել։ Դա ինձ 5 թե 6 օր հետո հայտնվեց թուրքական թիմ։ Նոր։ Թուրանի գայլերը։ Ու սրանք սկսին աչ ու ծախ ու ասես այն ստանդարտ թուրքական ցուցակներ, հա, հայեր, Իսրայել, տենց Հույներ, բնականաբար հույներ, բայց տենց իրանք մինչև մարտի վերջ անկապ բանարեցին, մեկ էլ մարտի վերջին իրար կթան։ Ու այս Թուրանի գայլերը ասին հələ սրանց մի նայեք, մենք հեսա հակահարված կտանք, տենց եկան օրինակ քաղաքային տրանսպորտի վճարային համակարգը պարկացրեցին մի քանի ժամով, մարդիկ չեն կարող ավտոբուսը վճարել եւ այլն։ Բայց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ երկու թիմն էլ նույն մարդիկ են։ Եվ մարդիկ նստած է, հա։ Շատ գեղեցիկ բան է օպերացիա, այսինքն այն վիճակում, երբ որ մենք ունենք այդ բացասական հիբրիդայինը, երբ որ թուրքական ու ադրբեջանական հակերային թիմերը Հայաստանի ուղղությամբ չեն աշխատում։ Այս մի տարի ու կես է, մեկ էլ ինչ որ թուրքական թիմը հայտնում, որ սկսում է դες գրռեցնելով հայերի դեմ աշխատել, ու հայկական թիմ, որը անընդհատ գրգռում է, այսպես ասած, այն կողմը։ Բայց ինչ են ուզում, ես մտածում եմ, որ ընտրությունների օրը ինչ որ բայց ասենք այդ նպատակը ո՞րն էր այդ կռիվը ցույց տալը։ Ես կարծում եի, որ նպատակը այն էր, որ հետո Հայաստանի ենթակառուցվածքների վրա լուրջ հարձակում անեն, որտեղ իրական լուրջ հարձակում եղավ, դրա մասին բնականաբար չխոսվեց, լրատվամիջոցներին չհասավ, բայց մայիս ամսվան եղավ մի քանի օր, երբ որ Հայաստանի ինտերնետ կապուղիների վրա շատ լուրջ ծանրաբեռնվող հարձակում էր, այսինքն դա վերում էր նրան, որ ինտերնետ կապը պարկում էր։ Հա։ Ակնհայտ դա ինչ որ մեկը փորձում էր իր հնարավորությունները Հայաստանը ինտերնետից անջատել։ Բայց երևի հետո որոշում կայացվեց դեռ չօգտագործեն, բայց սիրուն բան կլներ, այսինքն թուրքերը, կեղծ թուրքերը, ի պատասխան կեղծ հայերի, այսպես ցինիկ հարձակումների թուրքական ռեսուրսների վրա, գային ու Հայաստանը օրինակ ընտրությունների օրը պատկերացրեք ինտերնետը պարկեր։ Հա։ Երևի քաղաքական որոշում կայացվեց դեռ չանել, բայց առնվազն ինչ որ հող նախապատրաստվել էր, ոնց որ ասում են ուրիշի դրոշի տակ գործողություններ իրականացնելու։ Առհասարակ Ռուսաստանին շատ են մեղադրում
նույն արևմուտքը, որ շատ է օգտագործում, հա, այս հիբրիդային հարձակումների մոդելը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ տպավորություն է իրականում, որ ասма աչքը թելնի անունը չհելնի, հիմա Ռուսաստանի անունն է դուրս եկել, որովհետև ոնց հասկանում եմ բոլորն են դրանից օգտվում, բայց նաև տպավորություն է, որ պարզապես Ռուսաստանի Դաշնությունը այդ հիբրիդային հարձակումները իր արտաքին քաղաքականության անքակտելի մասն է դարձել։ Դե մենք առնվազն ունենք ապացույցներ 2013-ից, որ արդեն Ռուսաստանը ուներ կայացած օրինակ ֆեյքաբուծարաններ, այսինքն մեծ օֆիսներ էին, որտեղ մարդիկ 24/7 ռեժիմով ֆեյքեր էին սարքում եւ այլն։ Այդ առաջի ինֆրաստրուկտուրան կառուցել է բոլորիս շատ հայտնի Պրիգոժին, որը Չևեկտա Վագների հիմնադիրն էր։ Ու փաստացի իրենք այդ ժամանակ սկսեցին ստեղծել այդ հիբրիդային ինֆրաստրուկտուրան, ընդ որում ինքը բառից բնիմաստով լավ հիբրիդային էր, այսինքն որ տարբեր միջոցներ են օգտագործվում, ու մի կողմից դա տեղեկատվական գործիքակազմներ, որը ֆեյքերով, այս տենց հոգեբանական ազդեցության գործիքներով, սոցցանցերով, մյուսը դա հակերային թիմերն էին, որոնք հիմնականում FSB-ի ու GRU-ի տակ են աշխատում, եւ երրորդը դա դիվերսիոն եւ ակնհայտ ռազմական գործողություններ իրականացնող, բայց երկրից զատ գտնվող, այսինքն մասնավոր բանակը։ Ու փաստացի մենք տեսանք, որ Ռուսաստանը Աֆրիկայում հենց այս Պրիգոժինի մեթոդակաբանությամբ, երբ որ սկզբից աշխատում էր քարոզչական մեքենան սոցցանցերով, հետո մտնում էր Վագները եւ իրենք հաջողացրեցին մի շարք երկրներից դուրս մղել Ֆրանսիային, ԱՄՆ-ին, այսինքն փաստացի Ռուսաստանը գրավել է հիմա մի քիչ ուրիշ իմաստ ունի, բայց մի շարք երկրներ անցան Ռուսաստանի ազդեցության տակ։ Հա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Մալին, որոշ չափով Նիգերը, Մադագասկարը։ Մալին Կենտրոնական Հանրապետությունը ախր այնքան հեռու են, ու երբ որ այդ օրինակը ստացվում է փաստացի, այդ դեպքում ինչու չի ստացվում Հայաստանի դեպքում, երբ որ թվում է թե մեր մշակույթն են իրան քիչ թե շատ ճանաչում, մեր, չգիտեմ, ամեն ինչն էլ ծանոթ է։ Դե կարծում եմ խնդրեմը հենց դա է, որ իրանց մոտ ինչ որ ֆիքսված է եղել, այն բան կա, չէ, անեկդոտ կա, որ ասպա ես եմ Սիդորով, ասպա ես Петров, ասպա ես եմ, ասպա Павлов, тен չկա, Павлов, тен ասպա Павлов, ասպա ես եմ, ասպա куда ты денешься с подводной лодки, հիմա մոտեցումը սկզբունքորեն եղել է միշտ դա, որ եղեց այնց որ անհոգ ռեգիոն է։ Ստեղ միշտ դեսպան ուղարկել են ինչ որ ակնհայտ, ինչ որ անհաջող մարդկանց, հա, ինչ որ Սիբիրում ԱԳՆ-ի ներկայացուցիչ։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ ռուսական Սիբիրում կա ԱԳՆ-ի ներկայացուցիչ, ու ինքը հետո գալիս է Ռուսաստանից այստեղ դեսպան, այսինքն ինքը չունի փորձ արտաքին բանը այդ տեսանկյունից այն կանաչող կերպար, որովհետև պատկերացում է դա, որ սա ավելի շատ ներքին խոհանոցի հարց է, բայց մյուս հարցը նրանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև ընդհանրապես Ռուսաստանի կայսերական մոտեցումները որոշ չափով եղել են հակառակ բրիտանականի, որը օրինակ շատ հեռավար ձևով կարողացել է կառավարել ռեգիոնները։ Ռուսաստանը Իրանից կտրված ռեգիոնները, ում հետ սահման չունի, միշտ խնդրեմ ունել։ Նույն այդ Մալիում հիմա համակարգերի փլուզվում է, հա։ Իրանք այդ լոգիստիկան Սիրան միջանկյալ բաներ, լոգիստիկ կենտրոն, որ իրանք կարողանում էին Աֆրիկայի վրա ազդել, բան հիմա այդ որոշ չափով ձեռներից գնում ու դա իրանց մենեջմենտի խնդիրն է, որ եթե չունեն սահման,
բարթանում է գործողությունները, պլյուս չեն կարողանում պատկերացնել այդ հենց այդ փափուկ ուժի գործիքակազմը, տեսեք փաստացի Ռուսաստանը հիմա Հայաստանին իր ուղեցիրում պահելու համար միակ բանը որ առաջարկում է որ ավելի վատ չանի, այսինքն ոչ մի լավ բան չի առաջարկում։ Չէ՞։ Հետս մնա որպեսի չփակեմ ասած։ Այսինքն ինքը չի ասում, ես արի հետս մնա, ես քեզ էս կտամ, այն կտամ, ինքը ասում է եթե հետս չմնաս, էս էլ չլինի, այն էլ չի լինի, էլի ոչ մի դրական բանի վրա չի խաղ։ Հետընտրական շրջանում ինչ-որ շարժ նկատել եք։ Հետընտրականում կամ բուն ընտրությունների ժամանակ։ Դե հիմնական մեխը ու այստեղ էլի խնդիրը հասկանալ ով է հետևը կանգնած, որովհետև պարզա որ այդ նույն գաղափարախոսությունը ընդդիմությունն է տանում ու տրամաբանական այստեղ մեղադրանքի բանը չի, պարզա որ եթե դու ընտրություններում պարտվում ես, քո հիմնական քայլը մնում է լեգիտիմացնել ընտրությունները։ Դա ակնհայտ խաղակարդ է ու այդ հիմնական հոսքը դրա վրա ուժը դժվար է զատել, որտեղ ռուսական թևն է աշխատում, որտեղ ընդդիմությունը, որտեղ մեծ հաշվով այս պահին ուրիշ տենց լավ պարադիգմա չկա, էլի, որի վրա կարելի է հիմնվել, բայց այդ հոսքը ակնհայտ կա ու օրինակ դրսի լսարանի վրա աշխատանքը այդտեղ էլ է դժվար հասկանալ, որտեղ որոշ սփյուռքահայ կազմակերպություններ կան, որ այդ դրա վրա են պլյուս ինչ որ անգլալեզու անհայտ փորձագետներ կան, որ դժվար է հասկանալ, օրինակ իրանք ավելի շատ այս կողմի հետ են աֆիլացված, թե իրանց այն թևն Ռուսաստանյան օգտագործում։ Ինչից զգուշ մնա հասարակ սպառողը։ Ու ես հիմա ավելի շատ դուք պարբերաբար խոսում եք ֆինանսական մախինացիաների մասին եւ այլն, դրա մասին չեմ խոսում, այլ հենց քաղաքական մանիպուլյացիայի չենթարկվելու համար։ Գիտեք, ցավոք սրտի ինչ որ բազային բաներ կան, որ այդ հասարակ սպառողին չի տրամադրում քաղաքական էլիտան, որպեսզի հետո դրանից մարդ կպնի ու շարժվի առաջ։ Ամենամեծ պրոբլեմը այն է, որ քաղաքական պայքար գոյություն չունի որպես քաղաքական փաստացի, հա, իրար վրա թքելը քաղաքական պայքար չի։ Իրար հայհոյելը եւ այլն, փաստացի ընտրողը ընտրում է անձերի մեջ, որովհետեւ հասկանալ թե ինչ ծրագիր ունի այսինչ կամ այնինչ կետով ինչ որ մի քաղաքական ուժ շատ բարդ է, ընդ որում ոչ թե որովհետև այդ ուժերը լավ չեն կարողանում ներկայացնել, որովհետև այդ ուժերը շատ հաճախ չգիտեն, իրանք էլ չգիտեն այդ հարցով իրանք ինչ են մտածում, հա, որովհետև իրանք չեն մտածում կամ ասում են արա հետո կերևա մեծ հաշվով այսօր եթե քաղաքական գործիչներին հարցնես դուք օրինակ ցախ եք ավելի շատ կամ աճ, կարող է այդ կռիվ անի, մտածի որ փորձել ես հայհոյել իրան, որովհետև իրանք էլ տեղյակ չեն, իրանք աճ են, ցախ են, կենտրոնամետ են, որովհետև մեծ հաշվով այստեղ քաղաքական դաշտ ձևավորված չկա, դրա համար մարդուն շատ դժվար է ընտրել։ Ինքը ընտրում է 1, 2, 3 կետից մեծ հաշվով, հա, ու այդ կետերը կարող է լինեն շատ անիրատեսական, որովհետև օրինակ այն մի թևը մեղադրում է այս թևին այս կետերի մեջ, բայց դա բացարձակ միանշանակ չի, որ դա այդ իսկապես այս ուժը դրա կրողն է, որովհետև շատ անորոշ ու հեղեղուկ վիճակ է։ Օրինակ տեսեք ամբողջ քարոզարշավ երևի 50%-ը հիմնված էր ինչ որ 300,000 ադրբեջանցիների շուրջ բայց ու լեգ տրանսֆորմացիա ստացվեց սկզբից 300,000 աշխատատեղ էր, որը էլի իրատեսական չէր, բայց կառուցողական էր ու գրավիչ էր իսկական։ Հետո մեկը ասենց արագ փոխվեց 300,000 հա, բայց փոխվեց, բայց էլի ինքը ինչ որ իրական քննարկում չէր, էլի զուտ մեկը ասում էր 300,000, մյուսը ասում էր այդպես բան չկա, բայց ինչի վրա եք հիմնված որ կա, ինչի վրա ենք հիմնվում որ չկա, մեծ հաշվով
մարդիկ այդպես չհասկացան ու զուտ էմոցիոնալ փորձում էին ընտրել։ Դրա համար իրականում շատ բարդ է մարդկանց խորհուրդ տալ ընտրել որոշում կայացնել, երբ որ իրանք չես կարող ասես ինչի վրա հիմնվում է այդ որոշումը կայացնելու հարցում, ու ես հիշում եմ այս մի կազմակերպություն թեստ էր սարքել, որ դու 20 հարցի ես պատասխանում, ինքը քեզ ցույց է տալի դու մոտավորապես ինչ հայացքներ ունես քաղաքական, ու որ կուսակցությունն է այդ քեզ մոտ։ Ու ով լրացնում է, ասում է, չի կարող պատահի, ես խեմ սրանց կողքը հայտնվել, հա, այսինքն մարդ ունի իր հայացքները, հետո բարձվում է նույն հայացքները ունի մի կուսակցություն, որը բայց ֆորմալ առումով, հա, բայց ինքը ակնհայտ զգում է, որ այստեղ սուտ կա։ Ու դե ամենադեպ քաղաքականությունում սուտը շատ է, գիտեք, այն Բիսմարկն է, չէ՞, ասում որ ամենաշատը ստում են պատերազմի ժամանակ ընտրություններից առաջ ու որսից հետո։ Մեր մոտ առաջի երկուսը կան, դրա համար տենց խտացրած ստի մեջ ենք գտնվում, ու իհարկե մարդկանց համար շատ բարդ է ընտրություն կայացնել, ու մենք ակնհայտ դա նաև երևում էր օրինակ վիճակագրական սոցիալական հարցումներ։ Ես մի կողմ թողեմ այն անիմաստ հարցումները, որ ամեն մեկը գրպանից հանում ցույց էր տալիս, բայց եթե վստահելի սոցիոլոգիական բաները վերցնենք, հետազոտությունները, երկու կարևոր բաներ են, որ մի քանի ամսվա մեջ մեծ շերտերի տեկտոնիկ փոփոխություններ եղան, ինչը շատ տարօրինակ է։ Այսինքն մեկ էլ մի 10% ձայն մեկ երկու ամսվա մեջ ստեղից գններ այնտեղ, հա։ Երկրորդը շատ կտրուկ սկսեց իջնել տոկոսը այն մարդկանց, որ համաձայնել էր պատասխանել։ Սովորաբար հարցումների մեջ մարդիկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, դա ամենակարևոր կետերից է։ Ընդհանրենք Ռուսաստանում, երբ որ հարցումները հրապարակում են, չեն նշում, որ իրականում առնվազն 10-ից 1-ն է համաձայնում պատասխանել։ Այսինքն դու ռեալ պատկերը չգիտես։ Այն 90%-ը չի ասում իր կարծիքը, նույնը Հայաստանում սկսեց մոտենալ, ասեմ, վերջի հարցում արդեն 17%-ի էր հասել պատասխանողը։ Պլյուս վերջին պահին, որ սկզբից կեսից շատը չէր ուզում գնալ ընտրությունների, վերջին պահին մեկ էլ մեծ տոկոս երիտասարդների վերկացավ գնաց ընտրությունների։ Այսինքն մենք ստեղ տեսնում ենք իմ կարծիքով այն, որ էմոցիոնալ է ընտրություն է եղել եւ շատ դեպքերում դեմ ընտրություն է եղել, այլ ոչ թե կողմ։ Այսինքն մարդիկ ոչ թե ընտրել են ինչ-որ մեկի պլատֆորմը, այլ ընտրել են մեկին, որ այս մեկը չանցնի, հա։ Դա համար այս իրավիճակում շատ դժվար է մարդկանց խորհուրդ տալ։ Ինչ անել, կարամ խորհուրդ տամ, բայց բարդ է, այսինքն նայել քաղաքագիտական գրքեր կարդալ, հասկանալ կուսակցությունները։ Ու մի 10 տարի հետո կարող է հա ամեն ինչ, հա։ Պարտադրել, որպեսզի քաղաքական գործիչները մարդավարի պատմեն իրանց հայացքները այս կամ այն հարցի շուրջ, հասարակական պարծավանքի ենթարկեն այն քաղաքական գործիչներին, որոնք կես տարին մեկ 180 աստիճանով փոխում են իրանց կարծիքը, հույս դնելով նրա վրա, որը հիմնավին հույս է, որ ցանցային տիրույթի պատճառով, ազդեցության պատճառով մարդիկ այսօր ունեն մոտավորապես կես տարվա սոցիալական հիշողություն։ Արդեն չեն հիշում ինչ է եղել կես տարի։ Հա, հանգիստ կարելի է։ Գիտեք, մարդիկ կան, որ ասենք տարին մեկ կուսակցություն են փոխում։ Հեշտ ու հանգիստ, հա։ Պլյուս այստեղ կարևոր է այդ երիտասարդությունը, որ վերջո գնաց ընտրությունների, չնայած սպասում է, որ չի գնալու։ Թող քաղաքական քննարկումներ անեն, վերջո Հայաստանում պետք է քաղաքական միտք զարթնի։ Այս քնած վիճակում խորհուրդը մենակ լինելու է ընտրեք ով ավելի սիմպաթիչնի է, պրիլիչնի է, հագնված է, հարթուկած գալստուկ ունի, բայց դա ինչ։ Դե բայց ես ոնց հասկանում եմ դա ընդհանրապես համաշխարհային թրենդ է։ Ես նույնիսկ հիշում եմ մի անգամ հաղորդում էին նայում, հարցնում էին Թրամփի ընտրողներին, ինչու է Թրամփին ընտրում, ու մի հատ տղամարդ էր պատասխանած, ասես դուք նկատել եք, ինքը ուր գնում է իր ընտանիքը իր հետը տանում է։ Ինքը ընտանիքի մարդ է, դրա համար եմ ես իրար ընտրում։ Դե հա,
այսօրվա դրությամբ պոպուլիզմը ու էմոցիոնալ ընտրությունը դարձել են top, բայց գոնե դա երկրներ են, որտեղ մինչև այդ դա այդպես չի եղել։ Մեր մոտ հələ դեռ տենց չի եղել։ Գոնե մենք ունենք տեղ զարգանալու ու տենց անպայման չի գնալ միջազգային տրենդների հետևից։ Բայց փաստ է, որ մեզ մոտ քաղաքական միտքը որպես երևույթ բացակամ է, որ չկա քաղաքական միտք ընտրել ճիշտ ձևով հնարավոր չի մեծ հաշվով։ Բայց եթե լավ է եղած իրավիճակում ոնց անել, որ ընտրել, առնվազն խորհուրդը դադարել TikTok ու Reel-երը իրար հետևից գրռեցնելով նայել, որովհետև դու ընկնում ես հենց կարողական մանիպուլյացիաների տակ։ Եվ վերջին հարցը, տեսեք, ասեցիք, որ կար նպատակ, կարծես թե Հայաստանում ինտերնետը անջատել ինչ։ Նո, ենթադրաբար։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը ձեր գնահատման որքանով է վտանգված, որքանով է թիրախ նման խնդիրների դեպքում։ Այսինքն ինֆրաստրուկտուրա կանգնի։ Մենք հիշում ենք պատերազմից հետո էլ, չէ, ադրբեջանցի հակերները կարծես Երևանի կամերաներն էին ջարդում անգամ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի նստավայրից էին կադրեր դրել։ Այսինքն այնպես չի, որ մենք անվտանգ ենք այս տեսակետից, սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Նո, եթե կապուղիները վերցնենք, մենք ծանր վիճակում ենք զուտ աշխարհագրորեն, ընդհանրապես համարվում է, որ երկիրը, որը ունի 4 ելք մինիմում կապուղիների, ինքը պրոբլեմա ունի օբյեկտիվորեն։ Մեր մոտ ընդհանրապես 2 ելք կա, ոնց հասկանում եք, հա, Վրաստան ու Իրան։ Եթե խոսանք ընդհանուր տենց անվտանգային տեսանկյունից, մեր մոտ միշտ եղել է խնդիր, որովհետև համակարգված ռազմավարական մոտեցում այս հարցին չի եղել։ Բարեբախտաբար անցյալ տարի վերջապես ընդունվեց կիբերհամակարգության մասին օրենքների փաթեթը, եւ այս տարի արդեն սկսել է ձևավորվել այն մարմինը, որը պետք է փաստացի ազգային կիբերհամակարգության կենտրոն որպես հանդիսանա։ Այս process-ը ըստ օրենքի նաև պետք է 2 տարի ոնց որ անցումային փուլում ենք գտնվում, բայց մեծ հաշվով դեռ շատ սաղմնային է վիճակը, որովհետև այն ինչ որ մենք պետք է 20 տարի առաջ անեինք, լավ 15 մենք անում ենք հիմա, բայց դե գոնե ինչ որ բան շարժ սկսվել է։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, այսօր մեր հյուրն էր Cyber Hub-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Շնորհակալ եմ։